Բարելույս Հայաստան, դուք դիտում եք Arm Comedy մշակութապաստա վավերագրական հաղորդումը եւ մենք այսօր նորից քննարկելու ենք Հայաստանի զարգացման ռազմավարության հեռանկարները։ Ինչ անենք, մեր գործն էլ է դա։ Հա, իդեպ տխուր լուր նրանց համար, ովքեր նախընտրում են Arm Comedy քաղաքական երգիծանքի մասը, այլ ոչ թե հաղորդման մյուս 90%-ը, որտեղ խոսում ենք մշակույթից, սպորտի լուրերից։ Սա վերջին նախընտրական Arm Comedy-ն է, երբ խոսելու ենք քաղաքականության մասին, քանի որ հաջորդ կիրակի արդեն ընտրություններն են ու մի օրվա լռության պահը թույլ չի տալիս, որ հեռուստահաղորդումը հանկարծ ազդի ընտրությունների վրա։ Դրա համար պետք է մի օրվա լռություն անենք, շաբաթ օրը ու կիրակի օրը։ Բայց ընտրություններից հետո Վերջապես Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական նոր մշակույթի ձևավորման առաջին քայլը։ Այո, վերջապես ընդդիմությունը եւ իշխանությունը հանձնս մեծամասնական տեխնացուների համաձայնեցին հանդիպել ուղիղ եթերում, ինչպես եւ ընդունված է քաղաքակիրթ երկրներում, եւ տեղի ունեցավ քաղաքակիրթ բանավեճ։ Իմ ճանապարհով է իր ունեցվածքը կարողացել ստանալ։ Լավ, գուցե մի փոքր չափազանցված ասեցի, գուցե այդքան էլ քաղաքակիրթ չէր, բայց ամեն դեպքում մարդիկ հանդիպեցին եւ քննարկեցին նոր-նորքի համայնքի օրհասական խնդիրները։ Դուք ձեր երևակայության մասին եք խոսում, վիրավորանքների, ես ասում եմ, որ եթե դուք տեսակների մասին խոսում եք, թե ինչ է նշանակում դաստիարակություն։ Okay, լավ, օրհասական խնդիրների մասին էլ խոսք չեղավ։ Բայց կարելի է տեխնացուներին հասկանալ, դա առաջին փորձն էլ ուղիղ եթերում միմյանց կծելու, ինչպես չօգտագործել այն։ Լավ է, որ հաղորդավարը կարողանում էր վերահսկել բանավեճը եւ երկու տեխնացուները սաստվում են նրա կես խոսքից։ Շնորհակալ եմ, ինչ բարձր ասեք ու կրկնեք։ Չէ, ձեզ սազումը, ձեր Վլադիմիր, չի կարելի, մի անցեք սամանը։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է։ Երկուսով հորդորում եմ, թույլ տվեք ավարտել։ Եվս Խնդրում եմ, չէ, մի ոնց եք անգամ։ ասում, ոչ միայն անցավոր ռեժիմի։ Լավ, խոստովանում եմ, ոչ մեկն էլ ոչինչ բան գուցե չիմացավ ինչ է անելու տեխնացուները, եթե ընտրվեն։ Միայն իմացանք, որ երկուսն էլ խոստանում են ավելի հասանելի դառնալ ընտրողների համար։ Վլադիմիր Կարապետյանը նույնիսկ իր հեռախոսի համարն է հրապարակել մասիվցիների համար։ Ես որպես հպարտ մասիվցի ուզում եմ իմանալ, արդյոք ինչ որ մեկը ի վերջո լուծելու է մեր առաջին մասիվի ջրի հարցը, որը ամբողջ ամառ ցերեկը անջատվում է։ Հրավիրելու է Գագիկ Ջահանգիրյանին այստեղ ուղիղ եթեր եւ բանավեճի հրավիրելու է ասելու մի բան, Դուք դուք չունեք որտես բան անեք։ Այդքան տրամադրություն չունեք, ոչ մի համարձակություն չունեք։ Հայերեն խոսեք։ Չեք կարող դες բան անել։ Հրավիրելու է բանավեճի եւ ասել, բան անել։ որ իմ պայքարը ուղղված է իր եւ իր տեսակների դեմ։ Ահա, ես ճիշտ եմ հասկանում, որ հանդես է գալու նախաձեռնությամբ, գուցե օրենսդրական ազգային ժողովում կամ կառավարությունում, որ սովետից մնացած խողովակների համակարգը փոխարինվի նորով, որ ջուրը չվատնվի ճանապարհին, հա? Այո, ես դեռ հույս ունեմ, որ ինչ որ մեկը կխոսա առաջին մասիվի ջրի խնդրի մասին։ Իդեպ ինքնամոռացության պահերին Արտակ Ալեքսանյանը նաև հաճախ հիշեցնում է բանավիճողներին իրենց անունները։ Մեզ նայում են հեռուստադիտողները, ովքեր կարծում են, Արտակ Վլադիմիրը այն մյուսն է, ձախից, Սամվելը այն որ մյուսը, երահարկ դաչաուն էր, չէ, մի րոպե, հակառակը։ Ի վերջո բանավեճը ավարտվեց ԵԱՀԿ չափանիշներին հիմնականում համահունչ, իրար ձեռք տալով եւ գրքեր նվիրելով։ Դուք պատրաստ եք միմյանց ձեռք սեղմել։ Ես իհարկե պատրաստ եմ։ Թույլ տվեք Վարիտիս պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ իմ հարգելի մրցակցին, պարոն Կարապետյանին նվիրել իմ մենագրությունը, ճապոնական հրաշքը եւ ճապոնացիները։ Ոնց եմ սիրում հուզի չեմպիոններ, հա, իսկ այդ ճապոնական հրաշքի գրքում պատահական գրված չի, զուտ տեսականորեն, թե ինչ կարելի է անել, որ առաջին մասիվում ամառները ցերեկը ջուրը չկտրեն։ Չէ, չի կարելի։ Ես պարզապես կուզեմ, որ այնինչ ստեղ գրված է, այնինչ որ դուք գրառում եք ձեր Facebook-ում, հավատարիմ մնաք դրան։ Ես շատ կցանկանայի, որ Okay, շատ լավ է, հավատարիմ մնանք դրան։ Դա մեկ էլ ջրի հարցը, եթե դժվար չի։ Չնայած վերջում պարզվեց, որ առաջին մասիվը իրենց ընտրատարածքի մեջ չի մտնում։ Մի խոսքով, մոտավորապես այսպիսին էր բանավեճը, շատերին թվաց, որ այն մի տեսակ ագրեսիվոտ էր, որ մասնակիցները մի տեսակ անհարգալից են միմյանց հանդեպ, որոշ մարդկանց նույնիսկ թվաց, որ տեխնացուները միմյանց անընդհատ ընդհատում էին։
Թե ինչու է բանավեճը Հայաստանում վերածվում լեզվակռվի, մենք կփորձենք պարզել բանավեճի մասնագետ Նարեկի հետ, ում հրավիրել ենք ստուդիա։ Նարեկ, ինչու է բանավեճը այդքան խնդրահարույց մեզ մոտ քաղաքավարության առումով, որովհետև բանավիճողների մոտ բացակայում է բանավեճի մշակույթը։ Մենք Հայաստանում չունենք բանավեճների Այսինքն երևի ես եմ մեղավոր, որ մասնակիցները իրար Չէ, ես եմ մեղավոր, որ դուք հիմա նորից կրկնում եք նույն սխալը։ Ես ինչ որ բան եմ ասում, դուք իմ հետ զուգահեռ, այ հիմա իմ հետ զուգահեռ դու խոսում ես, Սերգեյ, դու հասկանում ես։ Շատ թողես կոնե մի միտք արտահայտել, ես Աստված վկա, ես չէի ուզում ոչինչ բան ասել այսօր, բայց դուք ինձ ուղղակի ստիպում եք ցույց տալ մի քանի բան։ Այո, ստիպում եք։ Սա մեր Նարեկի մեքենան է։ BMW 2000 թվականի 4 թե 3-րդ սերիայի մեքենա է, այո, 2000 թվականի նենց օլիգարխոտ մեքենա է, հա, ուզում ես ասես։ Իսկ սա իմ մեքենան է, Volkswagen վարել էլ չգիտես, հա, այնա խփել ես մեքենա։ Volkswagen 93։ Ինչ ես դրանով ուզում ասել։ Ինչպես է վարողը կարողանում BMW 2000 թվի ձեռք բերել, կարող ես ինձ բացատրել։ Դու պարտավոր ես հաշվետվությունը տալ։ Դու մեր աշխատում, Բրյուսելում մեր աշխատում, ամենտեղից դուրս եկար, հիմա Արնյուզում ես, հա, աշխատում։ Ես ոնց հաստատվում։ Ես դեռ Բրյուսել կվերադառնամ, Նարեկ, բայց դու ինձ ասա դու կվերադառնաս Բրյուսել։ Ես չեմ ուզում վերադառնալ։ Չէ՞ որ շատ կներես Նարեկ, դու ինչ դիտի, թող վերջացնեմ։ Ես իմ ասելիքը ունեմ։ Ես ընդհանրապես ցույց եմ տալիս, որ դու իրավունք չունես, որևէ իմ վրա ես ասում եմ 2000 թվականի BMW սկսում բացատրեք ընդհանրապես այսօրվա օրով ինչ նշանակում Սերգեյ, Volkswagen 3 քիչ էր, հələ մի հատ հələ շաշված ռուսական անունն է։ Սա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է, բոլոր պատգամավորները հայերեն անուններ են, օրինակ Նարեկ Մարգարյան, հայերեն անունը, հայերեն ազգանունն է։ Իսկ դուք վաղուց եք ազգային ժողով, հետո եք ես կարող եմ պետության նախարարություն, այն մյուս օրը կադաստրում եք երևի աշխատելու, ու մարդիկ ձեզ պետք է ընտրեն, հա չէ՞ բացատրել, մի հատ նայ աչքերից մեջ, ու ասա որ դու նստելու ես ու 5 տարի օրենք ես ընդունել։ Շարունակում ենք առաջին ռազմահայրենասիրականի թողարկումը։ Այժմ տեսնենք ինչ փուլում է Բրյուսովի լեզվա ռազմահայրենասիրական համալսարանի վիճակը։ Այնտեղ ավարտական փուլ է մտնում կարծես Թավշյա Զոլյանափոխությունը։ Հիշեցնեմ, Զոլյանին հանել են 2 խիստ նկատողություն ստանալուց հետո, մինչդեռ առաջին նկատողությունից հետո նա նեղացել էր եւ սկսել նախարարին անվանել ոչնչություն, իսկ հետո երբ սկսեցին լուրեր տարածվել իր խոճապի մասին, նա առավոտ օրաթերթին արձագանքեց այսպես. Ինչպես ասում, բանի հայերեն լեզվով ասում են մուտիլովշիկները հայտնի են ովքեր են։ Մուտիլովշիկները։ Այո, Զոլյանը շատ ժողովրդական լեզվաբան է, չի խորշում մուտիլովշիկին մուտիլովշիկ անվանելուց։ Դրանից հետո ուսանողների մասնակցությամբ եղան բողոքի ցույցեր եւ ի վերջո նշանակվեց նոր ռեկտորի պաշտոնակատար եւ կարծես ամեն ինչ սկսեց ընկնել իր տեղը։ Նախարարի ապրիլի 25-ի հրամանով Տիկին Գասպարյանը, Գայանե Գասպարյանը նշանակված է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Կանչել են մարդկաս, որ ինչ-ինչ պատճառներով ինձանից կարող են նեղացած լինել, դա ոչ ամբիոններն է, ոչ գիտխորհրդինիստներ, ուղղակի որպեսզի դահլիճը լցվի։ Նախ Գայանե Ռաֆիևնա, շնորհավորում ենք, բարով ռեկտորավարեք, եթե իհարկե կաբինետը ստանաք, բայց Զոլյանը չի հանձնվում։ Հասկանում եմ, շատ դժվար է հեռանալ այդքան սիրուն աղջիկներով լի համալսարանից։ Հասկանում եմ, շատ դժվար հոգեբանական քայլ է։ Ես էլ լուրջ դեպրեսիայի մեջ եի Բրյուսելից հեռանալուց հետո մի քանի ամիս, բայց հիմա ինչ անենք, սենյակում չեք փակվելու մինչև մյուս տարի։ Մինչ կրթության եւ գիտության փոխնախարարը դահլիճներից մեկում ներկայացնում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, բուհի մեկ այլ դահլիճում Սուրեն Զոլյանը մասնակցում էր մի միջոցառման, որտեղ ներկայանում էր իբրև գործող ռեկտոր։ Իսկ դուք երբ վայր կդնեք ձեր ռեկտորի լիազորությունները։ Ես չեմ դնի, լիազորությունները ավարտվում են մյուս տարի ապրիլին։ Լավ, բավարար նոր ռեկտորը գա, ինչ պետք է անեք։ Երբ Գայանե Գասպարյանը ներկայացվեց որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, վերջինս որոշեց հանդիպել Սուրեն Զոլյանի հետ, ով դեռ ռեկտորի աշխատասենյակում էր։ Ես ուղղակի ուզում եմ իրաց ոնց որ թե ես եկել եմ բարոք Զոլյանին հանել ես Երկուսի դուրս գալիս, գոնե 3 րոպե կենտրոնանամ, զեկուցից պատասխան։ Այմար դե չի ուզում հեռանալ մարդը Բրյուսելից։ Իրավիճակը պարզելու համար մենք կապ ենք հաստատում մեր Բրյուսելի հատուկ թղթակից Նարեկ Մարգարյանի հետ։
Նարեկ ինչ է կատարվում Բրյուսովում հիմա։ Ողջույն Սերգեյ, այս պահին աշխատակազմը փորձում է խնդրել ռեկտոր Զոլյանին, որպեսզի աշխատասենյակը ազատի, բայց նա ինչպես տեսնում եք դիմադրում է այս պահին։ Ինչու չի ուզում Զոլյանը հեռանալ։ Որովհետև նա գտնում է, որ նախարարի որոշումները ապօրինի են եւ որ իրեն ազատելու իրավունք ունի միայն կառավարությունը։ Հա, բայց նրան գործից ազատել են նախարարությունը, իսկ դա ոչ թե դատական կամ օրենսդիր իշխանություն է, այլ հենց կառավարության մասն է։ Հա, իմ հետ ես։ Լավ, իսկ փորձել եք բարձել աջակցող ուսանողները, որոնք Զոլյանին աջակցում են, ինչի համար են աջակցում, նրանք գնահատում են Զոլյանի վարչարարական տաղանդները, թե ավելի շատ քաղաքահասարակական դերը աշխատանքը։ Չէ, Սերգեյ, այստեղ ավելի շատ ոտնահարված իրավունքների պահն է։ Այսինքն նրանք իրենց ընտրած ռեկտորին չեմ ուզում։ Սերգեյ, ինչի ես բարթացնում այս հարցը ու ձանձրալի դարձնում։ Պարզապես դասադուլ են անում ուսանողները ու պետք չէ այս հարցը իզուր բարթացնել։ Մարդքան տեսել են, բարևել են Զոլյանին, ինքն էլ է տմտմբացրել պատասխան, այսինքն մոտ են եւ չեն ուզում իրանց ռեկտորին իրանց հանեն։ Հա, բայց կներես Սերգեյ։ Իդեպ այս բրյուսովական խառը ժամանակներում միջ ԶԼՄ-ները կենտրոնացել են դասադուլանող ուսանողների վրա, բոլորը մոռացան մի այլ կարևոր բրյուսովական համայնքի մասին եւ չփայմեցին հարցնել նրանց կարծիքը։ Ոչ, խոսքը Բրյուսովի քյարթ համայնքի մասին չի այս անգամ։ Ոչ ոք չփայմեց հարցնի Բրյուսովի դասախոսների կարծիքը վիճակի մասին, բացի հետք AM-ից, որը պարզեց, որ դասախոսների մեծ մասը միայն ուրախ է, որ Զոլյանը գնում է։ Դասախոսների խոսքերով Զոլյանի պաշտոնավարման առաջին 5-6 տարին բուհում հանգիստ է եղել, խնդիրները սկսվել են հետո։ Ամբիոնի դոցենտ կրթական շատ ծրագրերի հեղինակ Նինա Տատկալոն ասում է, վերջին 7 տարիները դժոխք էին։ Պաստորեն Զոլյանը այդքան էլ ժողովրդավար չէր ներսից, ուրիշ բացահայտումներ չեղան դասախոսների կողմից։ Զոլյանի օրոք բուհում կիրառվել են կադրային քաղաքականության այնպիսի մեխանիզմներ, որոնք բնորոշ են եղել Ստալինյան ռեժիմին, այսինքն նա կարող էր մարդուն լսարանից դուրս գալու եւ աթոռ բերելու պատճառով ազատել աշխատանքից, եւ երբ մարդը գնում է իրեն ասելու «Կներեք, ես ուզում եմ ձեզ հետ խոսել», նա չի ընդունում մարդուն, ասում է դասախոս Քրիստինե Սողիկյանը։ Դասախոսների չսիրելու պահը մի կողմ, բայց ուսանողները շարունակում են զոհաբերել Զոլյանի խաթր իրենց ամենասիրված զբաղմունքը՝ դասերի գնալը։ Ուսանողները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել գործող ուսանողական խորհուրդը լուծարելու պահանջով։ Մեր ուսանողական խորհուրդն ուսանողների հետ չնշեցին նրանք։ Իսկ եթե կրթության եւ գիտության նախարարությունն ու կառավարությունը չվերանային իրենց որոշումը Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու առումով, ուսանողներն ասացին, որ այս անգամ արդեն ծնողների եւ իրենց ընտանիքների մյուս անդամների հետ իրենք պատրաստվում են նստացույց կազմակերպել։ Աչքիս այս հարցը չի լուծվի, մինչև իր վճռական խոսքը ի վերջո չասի քյարթ համայնքը։ Այսօրվա մեր հյուրն է Հա Վազգեն ջան։ Վազգենն է, Սիրոկ ջան, բարլուս։ Ինչ է պատահել, ապեր։ Մի քիչ նեղված եմ, ճիշտն ասած, մի քանի կուսակցության խոսք եմ տվել ընտրեմ ու հիմա չգիտեմ ոնց տակից դուրս գամ։ Քանի կուսակցության ես խոսք տվել։ 8 կուսակցություն ու մի դաշինք։ Բայց ինչի տենց եղավ։ Դե դու էլ ինձ գիտես էլի, որ գալիս են տանում մոտ նայում են աչքերիս մեջ մի քանի բան են ասում, տենց ես չեմ կարող մերժեմ, էլի։ Լավ, բայց ինձ ինչ ես ուզում։ Ուզում եմ հարցնեմ ում ընտրեմ։ Իսկ ով ամենաշատը դուրդ գալիս, Վազգեն ջան։ Կար մի հատ sense կարմիր շորելով մոտեցել էր բուկլետ էր տվել։ Որ կուսակցությունից։ Հա, չգիտեմ, դե իրանց տենց չեմ ճանաչում։ Վազգեն ջան, քո դեպքում երևի ճիշտը Չակ Նորիսն է։ Չակ Նորիսը կա հա ցուցակներում։ Վազգեն ջան, քո դեպքում կա բոլոր ցուցակներում։ Գնա հանգիստ ձայնը տուր Չակ Նորիսին։ Մերսի, լսի, բայց ես ավելի շատ Սպայդերմենական եմ։ Այսօրվա մեր հյուրն է Դավիթ Դեբատյանը, Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի բանավեճի խոշորագույն մասնագետը։ Նրա հետ այսօր խոսենք Ֆարմանյան Կարապետյան բանավեճի մասին։ Բարև ձեզ, պարոն Դեբատյան։ Բարև Սերգեյ։ Ձեզ դուր եկավ բանավեճը։ Սենց ասեմ, բանավեճի հիման վրա ես արդեն 2 հատորանոց գիրք գրեցի եւ հանձնեցի տպարան։ Ինչպես է կոչվում գիրքը։ Քաղաքական բանավեճների ամենատարածված սխալները, հատոր 1 եւ հատոր 2։ Լավ, իսկ ինչ էր պետք անել, որ մարդիկ շոկի մեջ չընկնեին բանավեճից։
Գիտեք Սերգեյ, պատասխանի փոխարեն ես առաջարկում եմ դիտել մեր մասնագետների կողմից պատրաստած այդ բանավեճի բեմականացումը այն պայմանով, թե ինչպիսին այն կլներ, եթե քաղաքակիրթ բանավեճ տեղ ունենար եւ եթե խոսեին իսկապես ընտրողներին հուզող հարցերի շուրջ։ Դե դիտենք։ Ողջունում եմ ձեզ իմ քաղաքական մրցակից Սամվել, ես էլ ձեզ եմ ողջունում, սակայն շարունակում եմ ձեր կուսակցության քայլերը դատապարտել։ Ինչ թաքցնենք ձեր կուսակցությունն էլ մի աստծո գարչի Վլադիմիր։ Սամվել, եկեք այնուամենայնիվ կենտրոնանանք ծրագրերի վրա։ Կարծում եմ նոր-նորքի ընտրողները արդեն գիտեն, որ մենք ձեր ռեժիմը համարում ենք ապօրինի եւ մեգրել վրացական։ Այո, դե ձեր ռեժիմն էլ գիտեք պատասխանատու է այդ մութ ու ցուրտ տարիների համար, բայց ճիշտ եք, իրավացի եք իմ բարեկամ, եկեք իսկապես խոսենք մեր ընտրողներին հուզող հարցերից, օրինակ, ես եթե ընտրվեմ падգամավոր, ես խոսք եմ տալիս հեղինակել մի օրենք, որով կպարտադրվի, որ վերելակները բոլոր բազմաբնակարան շենքերում տարին գոնե 2 անգամ անպայման ստուգվեն ու սա կարծում եմ ոչ միայն նոր-նորքի բնակիչների համար, այլ բոլոր քաղաքացիների համար։ Հոյակապ նախաձեռնությունն է, Սամվել, բայց ես առաջնահերթ եմ համարում կրծողների դեմ պայքարը։ Ես արդեն ունեմ օրենքի նախագիծ, որը պարտադրելու է բոլոր համատիրություններին կրծողների դեմ հատուկ քիմիկատներ ցանել բոլոր շենքերի մոտ, որպեսզի նրանք չբազմանան։ Հոյակապ ֆանտաստիկ միտք է Վլադիմիր, իդեպ իմ շենքում, իդեպ ես հասարակ բազմաբնակարան շենքում եմ գտնում, նույնպես այդ կրծողների խնդիրը շատ լուրջ է։ Իմ շենքում էլ կա այդ խնդիրը։ Իդեպ շատ լավ հիշեցրեցիք ձեր բնակավայրի թեման, քանի որ ես ունեմ տեղեկություններ, որ դուք ապրում եք բավականին շքեղ եւ բարեկեցիկ ապրող մարդուն վայել առանձնատանը, նույնիսկ բերել եմ լուսանկարը։ Հիմա նայելով իմ աչքերին այս լուսանկարին եւ հերոստայտողներին դիմելով խնդրում եմ բացատրեք մեզ բոլորին։ Այս գեղեցիկ դարպասները ում մոտ եք պատվիրել։ Դարպասները Կարո էր վարպետի անունը, եթերից հետո անպայման հեռախոսը կտամ։ Հիանալի վարպետ էր։ Շատ շնորհակալ եմ, իդեպ լավ տեղ է երևում, լավ թաղամաս։ Ուղղակի ափսոս կիսակառույց է, 2008-ից հետո էլ չկարողացա շարունակել։ Դե ինձ թվում է կավարտեք։ Սամվել։ Այո։ Հաշվի առնելով ձեր կարիերայի դինամիկան, ուղղակի ուզում էի հարցնել, օրինաց երկիր վերադառնալու եք։ Դժվար, նույնիսկ միակ էլ կարծում եմ չեմ վերադառնա։ Ուղղակի ուզում եմ ասել, որ հակի դռները միշտ բաց են ձեզ համար, միշտ սպասում ենք։ Թեև անհավանական է, որ ես դա անեմ, բայց գնահատում եմ ձեր հրավերը, շնորհակալություն։ Վլադիմիր, իսկ դուք վերադառնալու եք արտգործնախարարություն։ Գուցե, չեմ բացառում, իրոք կարոտել եմ գոլեգաներից, բացի դրանից շատ հարմար տեղ էր, քաղաքի կենտրոնում, մետրոն կողքը։ Շատ լավ, մետրոն ասեցիք, դուք մի քանի տեղ քաղաքում ունեք բնակարաններ, մի քանի բնակարան, միթե դուք մետրոյով եք շրջում Վլադիմիր։ Գիտեք Սամվել, եկեք չքննարկենք եկամուտները, միթե ես քննարկում եմ ձեր վահանակների գները, արժեքը եւ այլն։ Բացի դրանից դա ջենթլմենական խոսակցություն չի արդեն։ Այո, դա ջենթլմենական խոսակցություն չի, ես լիովին համամիտ եմ ձեզ հետ վերադառնանք նոր-նորքին։ Օրինակ ես ուզում եմ ճնշում գործադրել քաղաքապետարանի վրա, որպեսզի մասիվից Սարի թաղ տանող ճանապարհը վերջապես վերանորոգեն։ Վայ, իրոք սրտովս խոսացիր Սամվել ջան։ Ի վերջո այդ ճանապարհը մի օր պետք է սարքվի, թե չէ, քշել չի լինում դրանով։ Քշել։ Նկատում եմ մասիվում մետրո չկա։ Պետք է կառուցել մետրոպոլիտեն մեր մոտ։ Այդ ինչ լավ տեխնացու եք։ Եթե ես ինքս չընտրվեի, անպայման ձեզ կքվեարկեի Վլադիմիր։ Շնորհակալ եմ Սամվել, շնորհակալ եմ։ Իրոք եւ իդեպ ինչ լավ է, որ մենակ ենք տաղավարում, հանգիստ խոսում ենք նոր-նորքի խնդիրներից, թե չէ վարող պետք է լիներ, ընդհատեր, ինչ որ մեր վրա խոսար։ Դե արդեն քաղաքակիրթ քաղաքական գործիչներ ենք Վլադիմիր ջան, մեզ ջղային ուսուցիչ պետք չի։ Իդեպ երեկոյան ինչ եք անում։ Ես ձեզ հրավիրում եմ մեր տուն գոլֆ դիտելու։ Այո, եզրափակիչն է կարծես թե։ Ցավոք չեմ կարող գալ, որովհետև ձեր գիրքը պետք է այսօր վերջացնեմ կարդալ։ Իդեպ ես էլ եմ մի գիր գրել, մենագրություն, որը կուզենամ ձեզ նվիրեմ հարավ կորեական հրաշքի մասին է։ Մակագրել եմ հատուկ մրցակցիս համար։ Շնորհակալություն, 1000 շնորհակալություն իմ քաղաքական մրցակից ջան։ Փաստորեն այսօր ոչ մի գոլ։ Ինչ ասեմ, ոչ մի բան էլ մի ասեմ։ Լավ, ուրեմն այսքանն էր այսօրվա Arm Comedy-ին, իսկ վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Որ մեկ ավելի հաջող քաղաքական գործիչ կլիներ, Batman-ը, Spider-Man-ը, Superman-ը, թե Hulk-ը։ Մուլտֆիլմի հերոսները։ Ես կոմիքսների հերոսներին ծանոթ եմ։ Եվ Batman-ի, եւ Spider-Man-ի, եւ Hulk-ին, եւ Superman-ին։ Սակայն ուզում եմ ասեմ, այդ բոլոր կոմիքսների հերոսները նրանցից ոչ մեկը քաղաքական գործիչ չէ, որովհետև քաղաքականությունը նաև հրապարակային ու հաշվետու գործունեություն է։ Oh, that sharp babe has such teeth, dear.
and he shows him a pearly white, just a jackknife. Where's all of my kid, the baby? And he keeps him out of sight. Do you know where that shark bites with his teeth, dear? Scarlet billows start to spread. Fancy gloves though, where's all of my kid, the baby? So there's never a trace of red bamboo, but I've been on a sidewalk one Saturday morning, don't you know?